Հայաստանի գլխին բերում են նոր 1915 թիվ։ Բացատրեմ ինչպես, ես ասել եմ, չէ՞ փաստերով եմ ասելու։ Այսօրվա նույն դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի ուժի հետ միասին պահանջաներկայացնում տարածքային Ադրբեջանից, մեր սուրբ հայրենի հողի մասով, Արցախի։ Բայց Արցախ չի միակ սուրբ հողը եւ միակ հայրենիքի հատվածը, որ կտրված է իրական Հայաստանի Հանրապետության մասից։ Եթե դու տարածքային թեմա ես դնում Ադրբեջանի վրա, դու տարածքային թեմա ունես իրավունք դնելու Նախիջևանի ուղղությամբ։ Դու տարածքային թեմա ունես իրավունք դնելու Իրանի ուղղությամբ։ Դու տարածքային իրավունք ունես թեմա դնելու Թուրքիայի ուղղությամբ, Արևմտյան Հայաստանի մասով, դու տարածքային թեմա իրավունք ունես դնելու Վրաստանի ուղղությամբ։ Բայց ինչու Ռոբերտ Քոչարյանը եւ իր հարակից մերձ ուժերը, այս Արայիկի երկրպագած ուժերը, ինչու ոչ մի պահանջ չեն դնում Թուրքիայի վրա, հենց իրանց է վերաբերվում այդ ուժերին, չեն դնում Վրաստանի վրա, Պարսկաստանի վրա, չեն դնում Թուրքիայի վրա։ Ինչու են մենակ Ադրբեջանի վրա դնում։ Հիմա բացատրեմ։ Գիտեմ, որ Արցախահայություն սիրտը հիմա մրմուռ է, վերք կա, եւ այդ վերքի վրա աղ են լսնում։ Այսինքն անընդհատ հիշատակելով Արցախի մասը, մի մասը ժողովրդի, ով որ ցավի մեջ է, որ զգացմունքների ու էմոցիայի մեջ է, նա չի կարող հիմա ճիշտ ընտրություն կատարել, նա չի կարող հիմա իրավագիտակից լինել, նա չի կարող հիմա քաղաքականությունը շատ լավ տենել եւ լուսավոր տենալ այդ ամեն ինչը։ Իրանք էլ օգտվում են, այդ մարդիկ եւ ընդհանրապես այդպիսի ուժերը օգտվում են խոցված ժողովրդի հասարակության շերտից, օգտվում են, որ այդ մարդիկ ցավի մեջ են եւ այդ ցավի վրա իրանք քաղաքական գործն կատարում։ Այնտեղ չի հասկանալու, այն հադրութեցին չի հասկանալու, բայց քանի որ իմ հայրենակիցների մեջ կան մարդիկ, ովքեր որ ուզում են բան հասկանալ, այսինքն ցանկություն ունեն հասկանալու, եւ ինձ լսում են, դուք լավ իմացեք, այդ մարդիկ մեր գլխին բերելու են 1915 թիվ։ Ինչու՞։ Ասեմ, բացատրեմ։ Նույն այդ քաղաքականությունը եղել է 1915 թվից առաջ, էլ այդ ժամանակները, այդ ցեղասպանության նախորդին։ Ուրեմն Ռուսաստանը, բայց ոչ Կրեմլի մակարդակով, ինչ որ գեներալի մակարդակով խոսք է տվել, որ Հայաստանը, հայերը եթե կոնֆլիկտի մեջ մտնեն, թուրքերը այդ պատերազմի մեջ մտնեն, մենք կգանք կօգնենք դուք ձեր պետությունը կունենաք։ Թուրքիայի Օսմանյան Թուրքիայի տարածքում, Արևմտյան Հայաստանն է վերաբերում։ Ժողովուրդ, ինչ եղավ վերջը։ Ռուսը պաշտպանեց, ցեղասպանությունը եղավ, չէ՞։ Եվ բացի դրանից, Հայաստանի Հանրապետության տարածքը եղել է 60,000 քառակուսի կիլոմետր։ Եվ իրանք ձգտել են 160,000 քառակուսի կիլոմետրի։ Իսկ Վիլսոնը բռնել մի հատ թուղթագել է սեղանին գցել, Վիլսոնը, Ամերիկայի պրեզիդենտը, գրել է սեղանին, որ Հայաստանը ընդհանրենք, ասենց էլի, այդ թուղթը Հայաստանը իրավունք ունի այդ հողերին Իրանն է։ Իրավունքը ունելը նա այնա, որ գաս Իրան աջակցես, իր իրավունքները վերականգնես, եթե դու գերտերություն ես, եթե դու ունես ՄԱԿ-ի կազմակերպություն ՆԱՏՕ, դուք եք ստեղծել այդ ամեն, Ամերիկա եւ գերտերությունը։ Ստեղծել եք այդքանը, ուրեմն եկեք թիկուկ կանգնեք Հայաստանին, այդ 160,000-ը վերցրեք։ Չեկան, խոսք ասեցին, ստե ոգևորվեցին այդ նույն դաշնակները բանը, ոգևորվեցին իրաց բաները, նախնիները։ Եւ ձգտեցին 160,000-ի, բռնին գլխի խփին 60,000-ը սակին 29,743։ Եվ հələ եթե մի քիչ էլ ձգեին, այնտեղ խոսքը գնում էր 9,000 քանի քառակուսի, Հայաստանը պետք է լիներ 9,000 քառակուսի կիլոմետր, ամառյա 10,000, այսինքն Սյունիքը բանը կտրված, այնտեղ երևի Գեղարքունիքի մի հատվածը բանը կտրված։ Հասկանում եք։ Հիմա դուք չեք վախում, ընդհանրապես չեք անհանգստանում, որ այդ նույն քաղաքական ուժերը այսօր նույն քաղաքականությունն են վարում եւ ձգտում են իբր թե Արցախը հետ բերեն։ Այսօր իշխանությունը դասակաղ է դաշնակների նախնիների կողմից պահվածքի քաղաքական եւ վախենում է, որ ինքը 30,000 քառակուսի կիլոմետրից ավել հողի վրա ձերքցի, ասի իմս է։ Եթե տենց բան անի, ես ցավում եմ, որ կարող է նորից այն 9,000 քանի քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը մնա։ Դուք երազեք նորից, որ նորից սկսեք երազել, ասել չէ, պետք է մենք վերադարձնենք ու մեր պետությունը պետք է լինի 29,743։ Բերեք մի հասցրեք այդ օրվան, որպեսզի հետո չսկսեք պայքարել այս 29,743-ի համար։ Ինչի համար։ Այս սիրելի զգացմունքային էմոցիոնալ եղբայրներ քույրեր, դուք լավ իմացեք, եթե դուք ուժ չունեք այդ տարածքը վերցնելու, եթե ձեր թիկունքին չկա գերտերություն, չնայած Աստված էլ չանի, որ Ռուսաստանի նման գերտերությունը մեզ թիկունք կանգնի իբր թե տարածքի հարցով, դուք մի ձգտեք կոնֆլիկտի մեջ մտնել ձեր հարևանների հետ եւ ասել, որ դու պարտավոր ես ինձ տաս
իմ պատմական հայրենիքը ես ինչ հատվածը, որովհետև պատմական հայրենիքը մեծ շատ մեծ ա եղել։ Տիգրան մեծի ժամանակ 400,000 քառակուսի կիլոմետր Հայաստան ա եղել, ծովից ծով։ Ինչու չենք հիմա ասում պարտադրում որ տան։ Բայց ժամանակները փոխվել ա։ 1947 թվին ՄԱԿ-ը ստեղծվելուց հետո օրենք ա հելել, որ աշխարհի քաղաքական քարտեզը չպետքա փոխվի եւ այն պետությունը, որ կհարձակվի որևէ պետության վրա տարած գրավելու համար, ՆԱՏՕ-ի կողմից, ՄԱԿ-ի կողմից պատժվելու է։ Բայց Հայաստանին չպատժեցին, որովհետեւ Ռուսաստանն էր ստա ազդեցությունը, Ռուսաստանը թույլ չէր տալիս ՄԱԿ-ը մտներ ստե եւ իրան ձեռ էր տալիս, որ երկու ազգերին կռվցնի եւ որ երկու պետությունները տարածքային կոնֆլիկտի մեջ մնան, որ ինքը լինի դատավոր։ Թույլ չտվեց մտնեն, թույլ տվեց որ պատերազմ մտնի, մերոնք հաղթեն, հետո էլ թույլ տվեց որ Ադրբեջանը հաղթի։ Հիմա ցանկություն կա նույնիսկ Ռուսաստանի մոտ, որ իր գործերը բրցնի Ուկրաինա։ Շատ լավ գիտակցելով որ Արցախայության կարոտը խեղդում է, որ մենք ուզում ենք հետ վերադառնալ մեր հայրենիք։ Ինքը հնարավոր է, տարբերակ եմ ասում, որ ստեղծի այնպիսի վիճակ, որ մենք կարողանանք հետ գնանք հնդե, բայց չտա որևէ կայուն ստատուս, չտա մի կարգավիճակ, որով մենք անվտանգ լինենք կամ արդեն անսահմանափակ լինի մեր մոտ բան, խաղաղություն թուրքերի մեջ։ Այսինքն չի անելու այնպիսի բան, որ հիմա էլ Ադրբեջանի ժողովրդի սիրտը չլինի հանգիստ։ Հիմա էլ Ադրբեջանի ժողովուրդը չսկսեն կարոտել, ցավել եւ գա ժամանակը պատմական իրավիճակ նորից հարձակվեն Ղարաբաղի ու ղարաբաղցիների վրա։ Այնպես որ դուք ինքնուրույն չեք կարող այդ հարցերը լուծել։ Սպասեք դրանք գերտերությունները ինչ են այստեղ մոտիկանում։ Այն ժամանակ մենք մեր շահը կփնտրենք, բայց ցավելին է, որ ձեր այս տղու եւ էլի շատ մեր հայրենակիցների երկրպագած քաղաքական ուժեր թքած ունեն իսկապես Հայաստանի Հանրապետության պետականության վրա եւ պատրաստ են Ռուսաստանին բերել Թուրքիայի վրա, ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ ռուսներին բերեցին, ռուսները իրաց թողին մենակ գնացին, ազգը կոտորվեց։ Հիմա ռուսին բերում ես մեր վրա, ռուսին բերում ես թե Թուրքի վրա, իբր թե Արցախի հարցը լուծի, ռուսը քեզ թողի մենակ գնա, Ադրբեջանը Թուրքիա միասին հարձակվեն, Սյունիքը բանը վերցնեն, թողեն 9000 քառակուսի կիլոմետր, իսկ 9000 քառակուսի կիլոմետր Հայաստանի վրա։ Արդեն կարիք չի լինելու հարձակվել, պատերազմով գրավել։ Սուսուփուս շրջափակված Հայաստանը հայաթափվելու է։ Դուրս են գալու սախլոքին Եվրոպա, Ամերիկա եւ այդ 9000 քառակուսի կիլոմետրը առանց կարակոցի իրան գրավելու են։ Այն ժամանակ Գևորգը չի կարենալու ձեզ, ասի հիշում եք sense բան ա եղել, բայց ես այսօր ձեզ հիշեցնում եմ, որ հիշում եք Արցախում ինչ ա եղել։ Հիմա նորից եմ ասում, չեք ուզում Հայաստանում էլ նույնը լինի։ Ուրեմն Արայիկի նման եւ այլ այդպես բլոգերախառը մարդկանց էմոցիաքը եւ զգացմունքային արտահայտությունները մի կողմ քաշեք, մի լսեք իրական ձեզ սրտացավ եւ իրականության հետ հաշտվող համերաշխող բլոգերի։ Մեկը ես եմ, մյուսը չգիտեմ ով է։ Եվ այն մարդկանց ովքեր որ շահ չունեն ուրիշի ուժերի կուսակցությունների իրանց էջերը չեն ողողել զրույցներով։ Ես չի ուզում անկեղծ ասած Ռոբերտ Քոչարյանի եւ Դաշնակցության հանդարադառնալ, ուղղակի այդ տղեն համահանեց, ես խնդրեցի Ռոբերտ Քոչարյանին, պարոն Ռոբերտ Քոչարյան, ասեք ձեր երկրպագող մարդիկ իմ հանդեպ հարգալից են, թե չէ ես եթե ֆռռամ ձեզ եմ կպնելու քաղաքական իմաստով, էլի ձեզ էլ կպնում եմ, ասում եք Գևորգ, քեզ տենց անում, ուրեմն իշխանության մարդն ես, ասում եմ իշխանության մարդ չեմ, ես իրականության մարդն եմ, ես ուզում եմ ճշմարտությունը ջրի երես հանենք, ճշմարտությամբ առաջնորդվենք, ես չեմ ուզում ժողովուրդը մոլորվեն։ Ես այսքանը ասում եմ, եկել վդրուկ տեսնում ես բարոյական կերպարի մարդկային կերպարից են կպնում ձեր երկրպագած մարդիկ։ Ես ձեզ խնդրեցի պարոն Քոչարյան, որ իրանց ականջներից քաշեք, չեք քաշում, դե ես պետք է քաշեմ։ Եվ իրանց ականջից քաշելով ավտոմատ մահակս որ շուռ եմ տալիս ուրիշների էլ է կպնում։ Ես ինչ մեղավոր եմ, չստիպել ես պատմական հիմա ակնարկ անեի, պատմական փաստ արձանագրեինք։ Երազել եք 160,000 քառակուսի կիլոմետր, ձեր 60,000-ը դարձել ալ 30։ Երազում եք հիմա 45,000 քառակուսի կիլոմետրի կամ 40,000 քառակուսի կիլոմետր Հայաստանի մասին։ Ձեր 30-ը կիսվելու է դառնա 15-10։ Այսինքն երազանքներով եք կերակրում ժողովրդին։ Բա ուր մնաց դիպլոմատիան, բա ուր մնաց նացիոնալ քաղաքականությունը։ Բայց այդքան ուր մնաց, ով պետք է վարի, պարոն Ռոբերտ Քոչարյան, հարգելի դաշնակներ, եթե դուք պատմությունից դաշ չեք քաղել եւ ժողովրդին էլի զգացմունքներին խփնում եք, ժողովրդին, չգիտեմ, ձեր հայրենասիրական ճառերով, կենացներով էլի մոլորեցնում եք, դուք իսկապես դուք մոռացել եք ինչ ա եղել։ Նորից ուզում եք նույնը կրկնվի։ Ամենահարգանքով բոլոր դաշնակ կլինի Ռոբերտ Քոչարյանի կուսակցության անդամներին։ Ես ձեր անձնապես ոչ մեկի հետ ոչ խնդիր ունեմ, ոչ կոնֆլիկտ, ոչ էլ անձնական ինչ որ ձեր հանդեպ ինչ որ վատ բան ունեմ։ Ես ձեր քաղաքական պատկերացումների հետ բաց չեմ կարող մերվել, համերաշխել, չեմ կարող լռել, թե ինչպես եք դուք զգացմունքներով ժողովրդին առաջնորդում։ Ժողովրդին մի առաջնորդեք զգացմունքներով։
առաջնորդը քաղաքական իրավագիտակցությամբ, որ ժողովուրդը գիտակցին հասկանա, որ ձեր երազանքները եւ Արցախի հետ բերելը բանը այս ժամանակներում, այս պարագայում անհնար է, ոչ թե Հայաստանի վարչապետը Նիկոլն կամ վաղը չգիտեմ դու կլնես մյուսը, այլ առայժմ գերտերությունները այս հարցին ուշադրություն չեն դարձնում, զբաղված են Ուկրաինայով, զբաղված են Պարսկաստանում, պետք է այս ալեկոծությունները բանը ավարտվի, երբ որ արդեն խաղաղ աշխարհի վրա խաղաղություն կլինի, արդեն կանդրադառնան մարդկային իրավունքների վրա։ Ինչ 120,000 մարդկային իրավունք, երբ որ 120,000 մարդիկ, միլիոնավոր մարդիկ կոտորվում են Ուկրաինա։ Հələ մի հատ էլ պետք է չէ մենք աստծուն փառք տանք, որ 120,000-ից ողջ ենք մնացել, տարածք ենք կորցրել, տարածքը նորից հետ կվերադարձնենք, երբ որ աշխարհը կգա արդարության կողք կանգնի։ Շատ չեք շտապում։ Դաշ չեղա մեզ այդքանը։ 100 տարի առաջ նույնն էր, 3 տարի առաջ էլի նույնն է։ Բոլա հերիքա։ Այդ արայիկներին բանին դուք միատակաճներից քաշեք, ասեք Գևորգի հանդեպ հարգալից միայն խոսք։ Որտեւ ես անհարգալից երբևիցե ոչ մեկի չեմ խոսացել։ Ինչքան ասի անհարգալից խոսեք, Գևորգը հարգալից մոտ կանալով քաղաքական մտքեր ասելու, որ 10 իրա խփելու նշանակեդի։ Այս ժամանակ դուք եք տակ տալու։ Լավ մնացեք, բոլորիդ հաջողություն։ Ժողովուրդ, շնորհակալ եմ, որ ինձ հետևում եք, շնորհակալ եմ, որ բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին էլ, թող YouTube-յան էջը զարգանա, ուժեղ ցել եմ դրել հարստանալու, YouTube-ում էլ ասма փողա տալու հետո YouTube-ը ցել եմ դրել հարստանալու։ Լավ մնացեք, հաջողություն։ Բոլորիդ սիրում հարգում եմ։